հիմա կհաստատեն ինձ նայողների, չհավատալ, որ դուք առանց PR-վելու ու նկարվել երբևէ մետրո եք նստում։ Մետրո եք նստում, եթե նստեիք կտեսնեիք մեր մետրոյի վիճակը։ Ուրեմն նախ եւ առաջ թույլ տվեք Երևանցիների անունից, որովհետեւ շատերը դա հիմա կհաստատեն ինձ նայողների, չհավատալ, որ դուք առանց PR-վելու ու նկարվել երբևէ մետրո նստում, եթե նստեիք կտեսնեիք մեր մետրոյի վիճակը։ Երկրորդն էլ վերջի անգամ ձեր ֆրակցիայից որևէ մեկը երբ է ավտոբուս նստել։ Ձեր բերած կոմֆորտնի ավտոբուսի վիճակը տեսել եք։ Անվտանգությունը տեսել եք ձեր։ Գյուղերում արդեն անգամ չոբան չեք թողել ու եկել են բարեկապահակներ աշխատում, տեսել եք փողոցները ինչ է կատարվում։ Ձեր զիբիլահանումները տեսել եք։ Վերջին անգամ ավտոբուս նստած որ լինեիք, կտեսնեիք ինչքան է կոմֆորտ ապահովել։ Հիմա եթե դուք ասում եք բեռնաթափում ենք 100,000, դիարքարակ ունեմ, կես միլիոն անգամից դրեք, մենակ դուք կարողանաք ընդայանել, որտեղ ձեր պարգևավճարները մենակ կհեքի, որպես դուք կարողանաք այդ 160,000-անոց կարմիր գծերում կանգնել։ Բոլոր կարմիր գծերը արդեն անցել եք, ՔՊ։ Հիմա էլ որոշել եք մտնել նորից քաղաքացու գրպանը, էս ինչ եք անում։ Դրա համար եք դուք եկել։ Գալուց ասում էիք արագաչափեր, այդ արագաչափերը ավելացել են, ավելին արդեն փողոցային արագաչափերել եք արդեն դել, որ բարեկապներն են արդեն այդ արագաչափի դերը կատարում։ Այս այնտեղ են բարեկապահակա հետի ձեր աշխատակիցներ, դրա հոգսը քաշեք, դեր զիպիլը հավաքեք 2 քայլի վրա, քաղաքապետարանից 2 քայլի վրա, բաց հանրային զուգարան եք սարքել Սուրբ Սարգիս եկեղեցի տանողանցումը։ Այն նրա հոգսը քաշեք, այնտեղ կկարակ կայանատեղի իդեպ սարքել։ Անգամ վճարով, եթե սարքեք հաստատ բողոք չի լինելու։ Այդ վայրերը նայեք, ոչ թե մտեք նորից քաղաքացու գրպանը, ինչքան եք մտնելու Երևանցու գրպանը։ Փոքր բաններ, կենտրոններ, չէ՞ ձեզ կոնկրետ պետք։ Ում եք խոստացել փոքր կենտրոնը, որ հիմա անում եք այնպես, որ 160,000 դրամ չստացող միջին աշխատավարձ չստացող քաղաքացին, այսօր 160,000 վճարի, որպեսզի կայանատեղի ունենա։ Եվ ով է դա վճարելու, մենակ դուք։ Այդ որ ասում եք քայլել, այդ ձեր քայլելը մեր երկրի տունը քանդեց։ Հիմա նորից էլ են փողոցներով քայլելու։ Այդ ավտոմեքենաները կարող եք հավաքել։ Եթե սարքեք նորմալ կայանատեղիներ, ոչ թե դուք ձեզ պարգևավճարներ տաք միլիոններով, 200 միլիոն տոնածառի խաղալիք եք առնում։ Այն դեպքում երբ դպրոցի, Շենգավիթի դպրոցի դեմը բաց կանալիզացիա է գնում։ Ու երեխաները 1000 հիվանդություն կարող են ստանալ, մի հատ ցանկապատել եք, սետկա եք քաշել այսպես ասած, ու ձեզ թվում է դուք ձեր գործը արել եք։ Էս ինչ եք անում այս ժողովրդի գլխին։ Հիմա էլ ասում եք քաղաքականությամբ ենք զբաղվում կամ պոպուլիզմ ենք անում։ Պոպուլիզմով դուք եք եկել, հիմա սաղ ազգի տունը քանդում եք հերթով։ Հիմա էլ արդեն ֆինանսապես եք մտել Երևանցու գրպանը։ Փոքր կենտրոնը այդ ձևի չեք բեռնաթափելու։ Ընդհանրապես անգնելու են դատարաններ, ժողովուրդը ոնց կանգնել է, այնպես էլ կանգնելու է իր ավտոմեքենաներով։ Իսկ եթե ասում եք դրանով բեռնաթափում ենք, ոնց տրանսպորտի հարցը չլուծած, առանց էլ ավելացումներ ունենք բնակչության քանակով Երևանում։ Եթե հիմա մի հատ էլ ժողովրդին ավտոներից իջեցնեք, ավելի շատ պրոբլեմ կունենաք տրանսպորտի։ Ոնց եք այդ հարցերը լուծելու։ Տրիգերը եղավ